կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ եւ այլն, այդ ընդհանուր նարատիվին ծանոթ եք հարգելի գործընկերներ, եւ Հայաստանը, չեմ էլ ուզում ասել մենք ինչ ստացանք, որովհետեւ ես չեմ դիտում եւ չեմ ուզում ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք շատ ստացանք, իրենք շատ ստացան, այս բանի սին, անիմաստ եւ հին կոնֆլիկտային տրամաբանության ուրեմն լույսի ներքո, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռքբերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ այդմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Իհարկե, ինչ խոսք, հավելյալ կշիռ կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների, հավելյալ արժեք կարող ենք դիտարկել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունը, միջավայրը, որտեղ տեղի ունեցավ այս համաձայնությունների ամրագրումը եւ հետագա մասնակցությունը եւս ամերիկյան կողմի դրան անդրադարձա։